Բարև ձեզ սիրելի աշակերտներ, այսօր մենք հասարակագիտության դասի սովորական դաս չենք անում։ Մեր դասը հետաքրքիր դաս է լինելու համակցված աշխարհագրություն առարկայի հետ, ուսումնասիրելու ենք տնտեսագիտության մի շատ հետաքրքիր բաժին։ Մեր դասի թեման է տնտեսական գործունեության փուլերը եւ ինչպես արդեն ասացի, Ընկեր Սահակյանի հետ միասին մենք ձեր այսօրվա դասը կվարենք։ Մեր դասի նպատակն է ձևավորել տնտեսական գործունեության փուլերը, արտադրություն, բաշխում, փոխանակում, սպառում, իրար հետ կապակցելու, հաջորդական շղթակազմելու, ստացված արդյունքը գնահատելու և վերլուծելու հմտություն։ Մեր դասի վերջնարդյունքում մենք ունենանք արտադրական շղթան կարողանանք կազմել, ցույց կտանք շղթայի տարբեր փոխկապակցումը, կվերլուծենք շղթայի յուրաքանչյուր տարրի ազդեցությունը ձեզ վրա և կհամեմատենք սակավության հիմնախնդրի հետ։ Տետրերում գրում են, արագ, տալիս եմ ձեզ 3 րոպե ժամանակ, ինչ եմ տեսնում նկարում, ինչ գիտեմ այս մասին և ինչ հարցեր ունեմ։ Սկսեցինք աշխատել, արագ։ Այս նկարում տեսնում եք չրերի պատրաստումը մարդկանց կողմից։ Չրերի պատրաստում, Ինչ գիտեմ այս մասին։ Ես գիտեմ, որ այսօր պատրաստում են տարբեր նյութերից, տարբեր տեսակի չրեր։ Եվ երրորդ ինչ հարցեր ունեմ։ Որտեղ է գտնվում արտադրամասը։ Արտադրամասը որտեղ է գտնվում, դա ուրիշ, Կարինե։ Ջրի արտադրամաս, որտեղ արտադրվում է ջիրը։ Գիտեմ, որ Հայաստանում գոյություն ունեն բազմաթիվ ջրի արտադրամասեր եւ հենց մեր գյուղում կա մի քանի գործարաններ, այսպես ասած, որտեղ պատրաստում են ջիրը։ Ինչ մտքերից են պատրաստում, ինձ մոտ հարց առաջացավ եւ այդ գործընթացի համար քանի անձ է հարկավոր։ Ահա, հետաքրքիր է։ Հաջորդին դիտելու ենք տեսահոլովակ, տեսնենք, թե տեսահոլովակում արտադրական ինչ պրոցես է։ Դիտելու։ Ուշադիր եք դիտում, որպեսզի կարողանանք հարցերին պատասխանել եւ առաջադրանք կատարել։ Շուրջ 20 տեսակի բաղադրիչներ 24/7 ռեժիմով միշտ թեժ վառարանում միախառնվում ապակովում են դառնում վայրկյանների ընթացքում վերածվում տարաների։ Սարավստուգերությունը ապակյա շշերի տարաների արտադրությամբ է զբաղվում արդեն մոտ 35 տարի արտադրական հզորություններով առաջատարներկով է Հարավային Կովկասում կարողանում են համաժամանակյա գրաֆիկով անդադար աշխատանքի մեջ պահել միանգամից 4 վառարան։ Արտադրանքը մոտակայքում է շուրջ 125 տեղական և 48 արտասահմանյան ընկերությունների։ Արտադրողականության տեմպը պահելու անհրաժեշտ հումքերն ապահովելու համար կառավարությունից հերթական աջակցությունը ստացել են 2025-ին։ 27,000 տոննա դինատրիումի կարբոնատ ներկրելու համար ստացանք աջակցություն։ Ուրեմն տեսանք արտադրական պրոցեսներ, չէ, եւ նկարում եւ տեսանյութում արտադրություններ։ Տեսի մասին ինչու որտեղ է այդ գործարանը գտնվում, ինչ հումքեր ներկրվում, ինչպես են այն ստանում, այսինքն աշխարհագրությունից մանրամասնորեն ուսումնասիրում եք այս թեման եւ այս մասին ձեզ հավելյալ տեղեկություն հիմա կներկայացնի Ընկեր Սահակյանը։ Հիմա եկեք լսենք Ընկեր Սահակյանը, հետո նորից շարունակենք։ Շատ լավ երեխաներ, քանի որ մենք միասին քիչ առաջ տեսանք տեսահոլովակ, որի ընթացքում արտադրական գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, ուստի ես աշխարհագրության տեսանկյունից ձեզ մի փոքր կներկայացնեմ, հա՞։ Նախ առաջին պատրաստել եմ փին, որի ընթացքում ձեզ կցուցադրվի Կոտայքի մարզի տեղը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ տեսնում եք կարմիր գույնով Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզի վրա առանձնացված մարզը համարվում է Կոտայքի մարզը։ Եվ ինչու է հենց ապակու արտադրությունը Կոտայքի մարզում տեղաբաշխված, որովհետև Կոտայքի մարզում ունենք հենց ապակու արտադրության հումքի համար ծառայող հանքավայրեր։ Օրինակ հումքի համար օգտագործում են ապակու արտադրության քվարցիտային աղաս և դոլոմիտ, եթե ուշադիր եղաք տեսանյութին, ապա կտեսնեք, որ այնտեղ հստակ թվաքանակով ասվում է, չէ՞, ձեզ դոլոմիտի հսկայական պաշարներ Հայաստանի Հանրապետությունից անգամ արտահանվում է դեպի Վրաստանի Հանրապետություն։ Երեխաներ ջան, փինի միջոցով ձեզ համար ցուցադրված է քվարցիտային աղասը, որը համարվում է ապակե տարաների արտադրության հիմնական հումքը։ Իսկ քվարցիտային աղաս Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ունեն հանքավայր, որտեղից որ արդյունահանվում է։ Դիտեք տեսահոլովակը։
ջրաբերի կանխավայր։ Այսինքն հանրարից ոնց են դուրս բերում, տանում արտադրամաս։ Ինչպես է հանքավայրը մտնում արտադրական գործարան և դառնում է արտադրության մեկ մաս, այս տեսահոլովակի միջոցով կարող ենք դրա մասին հստակ պատկերացում կազմել, թե ինչպես է քվարցը և դոլոմիտը արտադրական ձեռնարկությունում դառնում ապահով արտադրության Այստեղ ներկայացված են այն նյութերը, որոնցից որ ստանում են ապակին, որոնց խարմունքից ստանում են ապակին։ Одной такой капли хватает для изготовления одной бутылки или банки. Они отправляются в так называемый чек-банк. Он отправляет смесь в локаль. Сейчас погрузочная машина аккуратно помещает бутылки в так называемый лер. Передвигаясь по леру, бутылки охлаждаются при определенной температуре. Это медленно понижает давление. Այս գծապատկերի միջոցով հասկանալ արտադրությունը ինչպես է տեղի ունենում։ Տեսեք կենտրոնում ինչն է, անտառը, ծառերը։ Ակտիվ մասնակցեք։ Ինչպես կարող եք ստանալ փայտից։ Ասա Արասյան։ Կարող եք ստանալ թուր, աղույթ։ Հիմա ձեր դասական բաշխման պրոցեսում ասա էլա։ Մեքենաներով կամ տրանսպորտային միջոցներով բաշխում են տարբեր Այնուհետև գալիս են փոխանակում։ Գնում եք գրախանութից, ասա Լիկա։ Աշակերտները գալիս են դրախանութից գումարի դիմաց վերցնում են դիպում։ Ահա, սա եւ հաջորդ շղթան Մարգարիտա։ Սպառում աշակերտները կարդալով գրքերը սպառում են եւ մնացած թափոնները ուղարկում են արտադրամաս կրկին դաշտախտակ եւ գրքեր ստանում։ Ահա, հին մաշված գրքերը մենք չենք թափում, չենք վառում, չէ երեխաներ, այլ հավաքում ենք եւ թղթի թափում ուղարկում ենք արտադրամաս վերամշակման։ Բոլոր ռեսուրսները սահմանափակ են։ Պիտի փորձենք կապել սակավության հիմնախնդրի հետ։ Ինչ կարող եք ասել, ինչ բան է սակավություն։ Սակավ բառի չի նշանակում, քիչ, շատ ապրել։ Որ նախորդ գծապատկերի մեջ դուք արտադրությունը սկսեցիք հենց փայտից, անտառից, ես ձեր համար առանձնացրել եւ աշխարհի քարտեզի վրա գունավորել եմ աշխարհի այն պետությունները, որտեղ ներկապահին կա անտառի սակավության հիմնախնդիր, փայտի սակավության հիմնախնդիր։ Դրանք են Բրազիլիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ինդոնեզիան, Թայլանդը, Բոլիվիան։ Երեխաներ, ձեզ տալիս են 2 րոպե ժամանակ, վերցնում եք որևէ արտադրանք, որը որ կամենաք, եւ փորձում եք այդ արտադրանքը տեղադրել հետեւյալ շղթայի մեջ։ Առաջին փուլում արտադրության մեջ եք բաշխում եք այդ արտադրանքը, Հետո փոխանակում եք եւ հետո սպառում, ապա նորից վերադառնում է արտադրություն։ Չէ՞։ Պիտի կարողանաք ամբողջական շղթա կառուցել որևէ արտադրանքի։ Ես ուզել եմ Coca-Cola ամպելիքի արտադրությունը, սկզբում արտադրությունը գործարանում արտադրվում է Coca-Cola ամպելիքը, բաշխումը, պատրաստի իմպելիքներ շշալիստում են եւ տեղափոխվում են խանութներ, սուպերմարկետներ եւ սրճարաններ, փոխանակումը մարդիկ գնում են Coca-Cola-ն եւ վճարում են գումար, իսկ սպառում ամպելիքը օգտագործվում է մարդկանց կողմից որպես զբաղեցուցիչ ամպելիք։ Վերամշակում եւ նոր արտադրություն Դատարկ շշերը եւ բանկաները հավաքվում են վերամշակվում, դրանցից պարտացվում են նոր շշեր, տարաներ կամ Ես գինու շշի արտադրություն եմ արել, արտադրությունը, գինու շշի արտադրությունը բաշխում են տեղափոխվում են խանութներ եւ սուպերմարկետներ, փոխանակում են մարդկանց, գնում են եւ խմում, վերամշակում են, դատարկ շիշը վերամշակում են գործարաններում։ Շատ լավ երեխաներ, որպեսզի հասկանանք որքանով յուրացրեցինք այսօրվա թեման,
միշտ մեզ հետ վերցրեցինք, եկեք դասարանը բաժանենք խմբերի, հա։ 3 խմբում ենք, յուրաքանչյուր խմբի համար մենք պատրաստել ենք աշխատանք, առաջադրանք, որ հիմա կկատարենք։ Կարդում եք ձեր առջև դրված համակարգիչների վրա առկա առաջադրանքները և փորձում եք դրանք կատարել։ Առաջ նշանակություն ունի արտադրությունը պետության զարգացման գործում, պիտի նշեք զարգացման գործընթացները։ Երկրորդ խումբը պիտի չափեք Արմավիր և հրազդան միջև եղած հեռավորությունը, աշխարհացույցի գործիքներից օգտվելով երեխաներ կանոնի գործիքի միջոցով փորձեք չափել Արմավիր, այսինքն գիտենք չէ ոնց ենք չափում, գետիկները դնում եք և համապատասխան հեռավորությունը նշում եք։ Իսկ երրորդը թող կատարի հետևյալ առաջադրանքը, գտնում է Հայաստանի քաղաքական քարտեզի վրա առանձնացնում է, հարթակի գործիքների միջոցով առանձնացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրական գլխավոր քաղաքը և արտադրական ամենաշատ ձեռնարկություններ ունեցող քաղաքը։ Մի վարքյան, հրազդան գետն է, Երևանի մեջով ակ հրազդան գետը անցնում։ Հա, հրազդան քաղաք Մի հատ Հրազդան գետն է։ Ձեզ ինչ-որ բան հետաքրքրեց թեմայից, որը դուք հետագայում կկիրառեք, որը ձեզ համար բացահայտում էր, որ ձեզ հետագայում պետք կգա, հա, կարող եք նշել երկու փաստ։ Նշեմ։ Ասա, շարի։ Ես կձգտեմ գնահատել էկոնոմիկաբար օգտագործել արտադրության արդյունքները, գիտակցելով դրանց ստեղծման կարևորությունը։ Հոգ կտանեմ միջև մասին, որպեսզի այն չաշխատի։ Այսօր ինձ համար կարևոր բացահայտում են, որ արտադրությունը մեծ ազդեցություն ունի ոչ միայն տնտեսության, այլ նաև շրջակա միջավայրի վրա։ Տնային աշխատանք ունենք, երեխաներ, տրված են նկարներ, իհարկե այս նկարները կուղարկեմ ձեր էջերին, դուք աշխարհացույցում գրանցված եք բոլորդ, ես հղումը կտեղադրեմ ձեր դասարանի էջում, դուք կկարողանաք օգտվել և տնային աշխատանքը կատարել։ Ուրեմն նկարները պիտի կապենք սակավության հիմնախնդրի հետ։ Սա կատարում եք տանը, ձեր տետրերում, նայում եք նկարներին և գրի եք աղում։ Մենք աշխարհագրությունից էլ անցել ենք Տեր Մանուկյան հիմնախնդրի տեսակները գլոբալ, տեղական, նայում եք նկարներին և փորձում եք նկարների միջոցով հասկանալ, ինչպիսի հիմնախնդիրներ են առկա հետևյալ նկարներում։